եկել եք աջակցելու ձեր քաղաքապետին ընտրված։ Այո։ Արդեն խնդրեմ ներկայացրեք։ Նախկիններ ներկայել է։ Ես նրան ուրիշ պաշտոնի վրա չեմ կարող տեսնեմ, ստվերում չեմ ուզում տեսնեմ իրան, որովհետև նա ի վերուս ծնված է ղեկավար։ Մինչև պարոն Համբարձումյանի մեր քաղաքապետ լինելը քաղաք անտերությանը մատնված եղել։ Ասեմ, որ որևէ մեկը որևէ բարեփոխություն չի արել, բայց նա այնքան նվիրված է, որ իր ընտանիքից ավել նվիրված է ժողովրդին։ Ասեք թե ձենը կտրի մի հատ էլի։ Ուղիղ եթերում ենք, ոչինչ խոսում ենք, դեռ քաղաքացի ենք, դեռ իր բանն արտահայտում։ Բայց խանգարում է։ Ուրեմն ես ասում եմ այնպես, որ այդ տեսակ ձեռներեց մարդը, որից գոհ են քաղաքի 99%-ը, նրան չի կարելի պահել անազատության մեջ, որովհետև նա պետք է ազատ լինի եւ աշխատի ժողովրդի համար։ Եվ մյուս ղեկավարներն էլ հարկի, որ իրանից օրինակ վերցնեն, որովհետև նա կոռուպցիայից հեռու մարդ է, նրա իր ամբողջ աշխատավարձն էլ նույնիսկ իր ընտանիքի երեխաների բերանից կտրած նա տրամադրում է ժողովրդին։ Բոլոր տեսակի մարդիկ, որոնք չունեն հնարավորություն թաղումներ կատարելու, հարսանիք անելու, ինչ որ միջոցառումներ անելու, ինչ որ պետք է կա, նա հոգում է բոլոր հարցերը։ Եվ քաղաքի բոլոր բնակիչներին շատ եմ զարմանում, որ ճանաչում է բոլորին եւ գիտի ովքեր ինչ հարցում են եկել իր մոտ։ Մարդը ինչքան պետք է հետամուտ լինի, մարդը ինչքան պետք է նվիրված լինի իր գործին, որ յուրաքանչյուր քաղաքացի մեկ առ մեկ ճանաչի, թե ով ինչ հարցով է մոտիկացել եւ հնարավորության սահմաններում լուծելա բոլորի հարցերը։ Ես ասեմ ձեզ, ամբողջ Մասիսի բնակիչներն են սիրում իրեն։ Մարդ չկա, որ սիրող չունենա, թշնամի չունենա, պարզավոր ճշմարտության արդարություն հետևից գնացողներին նաև թշնամիներ են լինում։ Ես թշնամիները շատ ցածր տոկոս է, արդարությունը չի կորչի, ասեմ, արդարությունը շահելու է, որովհետև պարոն Համբարձումյանը ի վերուստ քաղաքապետ է, Աստծու կողմանից ընտրված քաղաքապետ է, նրա շնորհներն են ապացուցում այդ մասին։ Նրա երբ ինքը քաղաքապետ էր ընտրվում, տրաֆարետում գրված էր մի կարգախոս, քաղաքի նոր շունչը, եւ դա շատ ուժեղ համընկնում է իր գործելակերպին, որովհետեւ նա իսկապես նոր շունչ էր, իսկապես փոխեց քաղաքի շունչը, քաղաքի ձևը փոխեց եւ նա եկավ իսկապես քաղաքապետ, ոչ թե իր տանպետը, եղավ քաղաքապետ։ Նա քաղաքի հայրն է կոչում, մի անգամ եմ ասել, նա կոչում է քաղաքի հայրը, ոչ միայն քաղաքապետ։ Ես ուզում եմ, շատ եմ ուզում, որ նա վերադառնա իր գործին եւ խոսում եմ ես ամբողջ բնակիչների, Մասիսի բնակիչների կողմից եմ խոսում, նաեւ իրանցից շատերից եմ լսել, այս բոլոր դրական ինչ որ ես ասում եմ, եթե ես իր մասին խոսելու լինեմ, մի ամբողջ օր կխոսեմ նրա լավ գործերի մասին։ Եվ իր հարցերին հնչեցված մեղադրանքներին ես չեմ հավատում, որովհետև ես ծանոթ եմ նրա մարդ տեսակին։ Նա բառիս լայն իմաստով մեծատառով մարդ է եւ երկու մեծատառով քաղաքապետ է։ Նրան ես հələ ուզում եմ ավելի բարձր պաշտոններ տան, որովհետև նվիրված մարդը, եթե նա իր գրպանին նվիրված չի, ժողովրդին է նվիրված, ուրեմն պետք է նրան աջակցել, նրան տեղ տալ, որպեսզի ավելի առաջանա։ Մեր ժողովուրդը հիմա ամեն ինչ էլ հասկանում է, գիտեն ով է նվիրվածը, գիտեն ով է ոչ նվիրվածը։ Շնորհակալություն, որ ինձ ընձեռնվեց հնարավորություն, որ խոսելու մի մարդու մասին, որը արժանի է իր մասին մի հատ լավ բառեր հնչեցնել։ Ուրիշ ոչ մի բան, լավ բաներ պետք է ասվի։ Եվ ես հույս ունեմ, որ արդարությունը կհաղթի, պարոն Համբարձումյան նորից վերադառնա իր աշխատանքին եւ հնարավոր ավելի բարձր պաշտոններ վարի։